Պարոն Փաշինյան, այս ասում եք, եթե ինձ չընտրեք վարչապետ, Ադրբեջանից ինձ պատժեշկա կանեն ու կհարձակվեն Հայաստանի վրա։ Այս մարդ եք բերում մեր վրա։ Պատերազմով եք հայ ժողովրդին սպառնում։ Ձեր խնդիրը Ալիևի 10 ովշիկ լինելը չէ։ Դուք զբաղեցնում եք Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Ասեմ իմանաք, որ Հայաստանում կա պատերազմի մեկ կուսակցություն, դա ձեր ղեկավարած քաղաքական ուժն է, որ հայ ժողովրդի գլխին բերել է 3 պատերազմ, 3 պարտություն եւ երկրորդ ցեղասպանությունը։ Հայաստանում ձեզանից բացի չկա պատերազմի այլ կուսակցություն եւ ձեր հայտարարությունն ամբողջությամբ սուտ է ու դուք դրա մասին լավ գիտեք։ Ես սա ասում եմ նաեւ այն քաղաքական ուժերի մասին, որոնք գործում են Հայաստանում։ Թեև նրանց հետ ես ունեմ տարաձայնություններ նաև, բայց այս փաստը պետք է հստակ արձանագրել։ Հայ ժողովուրդը երբեք չի ցանկացել ու չի ցանկանում պատերազմ։ Ըստ իս պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանի ժողովուրդը, բայց Ադրբեջանի պես վարչակարգերի համար պատերազմները եղել ու շարունակում են մնալ իշխանություն պահպանելու գործիք, ու դուք հիմա եկել մեզ սպառնում եք պատերազմով։ Ադրբեջանական սպառնալիքը Ադրբեջանին դարձել եք մեր ընտրություններում գլխավոր գործոն։ Հերիք չի դարձել եք Ալիևի մարդը, Ալիևի կամակատարը եւ նրա պատվին սահմանադրական փոփոխություններ եք ուզում անել, մի հատ էլ սպառնում եք պատերազմով։ Մեր երկրի բարձունքները Ադրբեջանի զիջող, մեր երկրի տարածքում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումներն ապահովող ու այդ ամենը գաղտնի պահող ուժի ղեկավարը հիմա եկել ասում է, որ թույլ չի տալու, որ Հայաստանի ղեկավար ընտրվի միայն նրա շահերով առաջնորդվող մարդը։ Ես ձեզ ասել եմ, որ դուք պետք է հավաքեք ձեր սրտիկներն ու պաչիկները ու վախերը եւ պատրաստվեք նախքին դառնալուն։ Հայ ժողովուրդը արժանի է ապրել իրական խաղաղ երկրում, որը հիմնված չէ պատերազմի սպառնալիքի վրա։ Չհամարձակվեք սպառնալ մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդն իրավասու է անել ազատ ու արժանապատիվ ընտրություն։ Հանուն նրա, որ ունենա ղեկավար, որի համար միակը Հայաստանի շահերն են։ Եվ ինձ համար միակը Հայաստանի շահերն են։ Ու ես առաջնորդվելու եմ իմ պաշտոնավարման ընթացքում միայն Հայաստանի շահերով։